Փառք Հիսուսին։ Այստեղ կան հաղթողներ, կան 7, 10, 15 հոգի, 20, կան այստեղ հաղթողներ։ Մենք բոլորս հաղթում ենք, հաղթողներ ենք, այն որ դու ծնվել ես, դու արդեն հաղթել ես։ Եվ մենք հաղթողներ ենք եւ շատ ժամանակ հաղթում ենք եւ որոշ ժամանակ պարտվում ենք։ Այդպես էլ ալինում կան պարտվողներ, ասում եմ հաղթող եմ։ Գիտես, հաղթանակները տարբեր ձևերով են մեզ տրվում։ Ես մի քարոզեցի մի քանի տարի առաջ, փառաբանիր եւ հաղթիր, հիշում ես, չգիտեմ, հիշում ես թե չես հիշում, հիշես թե չէ։ Լինում է, որ մենք փառաբանությամբ ենք հաղթում, լինում է, որ աղոթքով ենք հաղթում, ճեղքում ենք հաղթում ենք, ծոմ ենք պահում, հաղթում ենք, բայց այսօր ուզում եմ խոսել ուրիշ հաղթության մասին, հաղթանակի մասին։ Ինչպես հաղթել։ Եվ այսպես եմ այսօրվա խոսքը վերնագրել լռության հաղթանակը։ Լռության մեջ նույնպես կա հաղթանակ։ Ճիշտ ասած ուզում եմ ուրիշ ձև վերնագրեի քարոզը, այսպես վերնագրեի լեզուտ կծի։ Ունենք չէ այդպիսի խոսք, լեզուտ կծի, բան մի խոսա։ Իրես որ ուզում ես մի բան ասես, եւ ինչպես ասում եմ Մերսելի հույվ ասում եմ, երբ որ ուզում ես մեկի պորտը տեղը դնես, հայր մերը քո մտքի մեջ մի հատ ասա, տերունական աղոթքը, եւ հետո ասա այն ինչ որ արդեն հայրներից հետո կարողանաս ասել։ Չէ՞։ Գիտես, լռությունը ունի լեզու, հաղթանակի լեզու։ Եվ այդ լեզվի մասին այսօր ես կխոսեմ։ Ես այսօր ուզում եմ, որ մենք մի բան սովորենք այսօր եւ շատ սա կիրառենք իրականում, եւ երբ որ մենք կիրառենք, կարելի ասել դու կլինես կատարյալ մարդ, ասես ես, այո դու, խոսնասումը ով որ կարողանում է իր լեզուն սանձել, նա կատարյալ մարդ է, ով որ իր լեզուն կարողանում է սանձել։ Յուրաքանչյուրիս կյանքում կլինեն իրավիճակներ, երբ ամենաշատն ես ուզում խոսես, ամենաշատն ես ուզում կռվես, գոչես, խոսես, ասես իրան, ասես, քո մեջին ասես, անպայման ինքը պետք է լսի ինձանից։ Իմ կարծիքը պետք է ինքը լսի, բայց գիտես լինում է, չէ, եղել է քո մոտ որ ասել ես, ու հետո մի հատ սառը ցնցող ես ընդունել կյանքի, ու ասել ես, այ Երանի ասած չլինեի, հա, եղել է, պիտի չասեի, ավելի փչացրեցի, եղել է, այ դա եմ այսօր ուզում քեզ սովորեցնեմ, հիշեցնեմ, հորդորեմ եւ ասեմ, գիտես, այո, կլինեն իրավիճակներ, որ մենք կուզենանք ասենք եւ միգուցե ասել ենք եւ պարտվել ենք այդտեղ, իսկ եթե չասենք, մենք հաղթողներ կլինենք։ Զուրճի խոսքը ասում, այս լեզվին անվանում Հակոբոս 3:6, ինչպես անվանում լեզուն, լեզունն էլ կրակ է, մի անիրավության աշխարհ, բորբոքված է գեհենից լեզուն։ Ինքը կրակ է, իր տակ կրակ կա։ Մեկ այսպես ասեց, ասում է, քանի դեռ խոսքը քո մեջ է, ինքը քո գերին է, բայց հենց դու խոսքը ասեցիր, դու ես դառնում նրա գերին։ Այդպես է լինում։ Քանի դեռ խոսքը բառը քո լեզվի տակ է, ինքը քո գերին է, բայց հենց արձակեցիր գնաց վերջ։ Իր գործն անելու է։ Դու ես դառնալու նրա գերին։ Այսօր կամենում եմ մի քանի դրվագներով ցույց տալ քեզ, թե ինչպես են մարդիկ հաղթել իրավիճակներ ուղղակի լռելով։ Մի քանի մարդկանց կյանքեր ես կբերեմ, որպես օրինակ, թե ինչպես են նրանք հաղթել ուղղակի լռելով։ Առաջին դրվագը դա Աստծո ժողովրդի դրվագն էր, երբ որ նրանք Երիքովի պատերի դիմաց եկան կանգնեցին։ Գիտես, նրանք հաղթարելով շատ փորձություններ, Եգիպտոսի գերություն, Կարմիր ծովը ճեղքեցին, անապատը անցան 40 տարի, շատ դրվագներ, շատ ենք խոսել եւ գիտեմ, որ դու գիտես սրա մասին, միգուցե շատ ես կարդացել, շատ դրվագներ նրանք հաղթեցին, հաղթարեցին եւ եկան կանգնեցին Երիքովի այդ Հորդանան գետը նույնպես ճեղքեցին, անցան եւ եկան կանգնեցին պատերի փաստի առաջ։ Երիքովի հսկա պատերի փաստի առաջ եկան կանգնեցին։ Գիտես, ես նկատել եմ մի օրինաչափություն, որ ցանկացած անապատից հետո օրհնություն է պատրաստված։
Դա այդպես է, ով որ անցել է իր անապատը, կասի ամեն օրդությունից առաջ մի տեսակ անապատ ես անցնում, բայց այդ անապատից հետո էլ ինչ որ մի բան կա ճեղքելու, դա պատն է, դա Երիքովի պատն է, եւ գիտես, գուցե դու հիմա մեկն ես, ով որ անցել է իր Եգիպտոսը, միգուցե դու մեկն ես, ով ճեղքել է կարմիր ծովը, դու մեկն ես, ով որ անապատն է անցել, հաղթել է, Հորդանանն ես անցել, հաղթել ես, եւ հիմա եկեք կանգնել ես այդ պատի առաջ ու ասես ինչ անեմ, եւ այստեղ ամենաշատն ես ուզում գոռաս, եւ այստեղ ամենաշատն ես ուզում բղավես, այստեղ ամենաշատն ես ուզում տրտնջաս, Տեր, դու բերել ես մեզ այստեղ, որ ինչ լինի, դու տեսել ես այս պատերը, գիտես ինչպիսին են Երիքովի պատերը, դրա մասին լեգենդներ կա գրված, պատմաբաններն ասում են, որ պատը, ընդհանրապես պատերը ուղիղ են, չէ՞ լինում, այս պատը թեքված էր դեպի դուրս, որ մարդիկ չկարողանային պատի վրայով մագլցեն եւ մտնեին քաղաքի մեջ։ Եվ երբ որ այդ պատերը քանդվեցին, մենք այսօր կտեսնենք, որ պատերը քանդվեցին, նրանք քանդվեցին ոչ թե այսպես, այլ դեպի ներս քանդվեցին։ Սա Աստծո հրաշքն էր այդտեղ։ Սա ամեն ֆիզիկայի օրենքից էլ դուրս է։ Եվ միգուցե դու մեկն ես, ով որ անցել ես ամեն տեսակ անապատ եւ փորձություն, հիմա եկեք կանգնել ես այս պատի առաջ ու ասես ինչ անեմ։ Այսօր ես ուզում եմ քեզ լռության, զսպվածության գաղտնիքը տալ։ Եվ եղավ, որ Աստծո ժողովուրդը անցնելով այդ ամենը եկան եւ հանդիպեցին այս պատին, այս հսկայական մեծ պատին։ Եվ Աստված պատվիրեց։ Աստված ասաց ձեր մեջից 40,000 զինյալներ, զինվեք եւ դուրս եկեք, գնացեք այդ պատի մոտ եւ դուք այդտեղ բան ունեք անելու։ Եվ նրա շուրջը պտտվեք 6 օր լռության մեջ, Հեսու 6:9։ Քեզ տնային աշխատանք 6-րդ գլուխ ամբողջությամբ կկարդաս։ Կարանաս կարդաս։ Կարդում ես Աստվածաշունչ։ Սիրում ես Աստվածաշունչ կարդալ։ Հա։ Սա պիտի լինի մեր ամենօրյա խոսքը։ Տեսեք, գրված է քահանաները գնում եւ հնչեցնում էին փողերը։ Աստված պատվիրեց, ասես դու գնում եք, ձեր արժևից քահանաները պիտի գնան, փողերը հնչեցնեն, բայց միայն փողերը պիտի հնչեցնեն։ Դուք բոլորդ պիտի լուր մնաք։ Հեսուն ժողովրդին պատվիրեց ասելով. մի աղաղակեք եւ ձեր ձայնը չլսվի ու ոչ մի խոսք դուր չգա ձեր բերանից միջև այն օրը, երբ ես ձեզ կասեմ աղաղակեք, այն ժամանակ կաղաղակեք։ 11-րդ խոսք։ Տիրոջ տապանակը դարձավ քաղաքի շուրջ բոլորը, մեկ անգամ պտույտ տալով, ապա բանակատեղի եկան եւ գիշերը մնացին բանակատեղիում։ Ես միշտ մտածում եմ, գիտես, ինչու էր պետք այս լռությունը պատերի շուրջ։ Ես մի բան հասկացա, միգուցե սխալ եմ, չգիտեմ, բայց ես այսպես հասկացա։ Ինչու էր պետք այս լուր քայլելը, որովհետև այս ժողովրդի հայրերը անապատում այս քննությունը չտվեցին։ Երբ որ նրանք շրջում էին, նրանք տրտնջում էին ուղակի, քայլում ու տրտնջում, քայլում ու բողոքվում, քայլում ու Աստծո առաջ ինչ որ բաներ էին ասում, Մովսեսի առաջ էին ընդդիմանում, հակառակվում էին Աստծո եւ հետո Մովսեսը, հետո ներողություն Պողոսը կասի ձեր հայրերը անապատուն Սուրբ Հոգուն էին հակառակվում։ Եվ գիտես, ես մի բան հասկացա, ինչու էր պետք այս լռությունը, սա արդեն նոր սերունդն էր, ովքեր դասեր են քաղել իրենց հայրերից եւ տեսել են, թե իրենց հայրը, պապը ինչպես է ընկել անապատում, մի բանի պատճառով չեն կարողացել զսպել իրենց լեզուն եւ տրտնջացել են 40 տարի Աստծո առաջ, բողոքել են, տրտնջացել են եւ նրանք այդ լռության հաղթանակը չեն տեսել։ Ամբողջ ժողովրդից 2 հոգի տեսան, Հեսուն եւ Քաղեբը։ Եվ ես սա հասկացա, սա պետք էր նրա համար, որովհետև նրանք դաս էին քաղել, որ ցույց տան, որ մենք կարանք այսօր այդ լռենք։ Մենք կարանք մեր լեզուն զսպենք։ Այո, կարա գա իրավիճակ կյանքիդ մեջ ու դու նայես այս պատին ասես, ուզում եմ գոռամ ամենաշատը հիմա։ Գալիս է իրավիճակ, երբ որ գիտես, ասում ես, ճիշտ իմ ձեռքում է, սուրը ձեռքերումս է, չէ՞։ Զինված եմ, Աստծուց խոսք ունեմ, գնամ ու հաղթեմ, գնամ ու գրավեմ, գնամ իմ ձևով կանեմ, բայց Աստված ասում է ոչ, սա քո կռիվը չի, սա իմ կռիվն է։ Ես պիտի ցույց տամ իմ հաղթանակը։ Ինչա պետք քեզ այդտեղ լռությամբ հնազանդվես։
Շատ հաճախ մենք հաղթում ենք ոչ թե մեր սրով, որ կտրում ա ու ձախ ու կարա կտրի։ Սուրը դասո խոսքն է։ Մենք կարանք խոսքով այնպես սպանենք մարդուն։ Մեր ճիշտ այնպես նրա առաջ դնենք։ Խոսքով հաստատենք, ասենք, սա էլ ասում Աստվածաշունչը, էս էլ համարա։ 3 տեղ էլ հաստատություն էր։ Բայց հետո Աստված ասի դա քո պարտությունն էր, սիրելիս։ Ես այդտեղ պետք է ես հաղթեի եւ իմ հաղթանակը փառավոր լիներ։ Շատ ժամանակ մենք Աստծո փառք ուզում ենք քաշենք մեր վրա։ Այդպես չպիտի աշխատի։ Եվ սրա համար այս 40 զինյալները լուր անցան, որովհետև դաս էին քաղել անցյալից, իրենց հայրերից, իրենց հայրերի պարտությունից, երբ որ նրանք տրտնջացին այնտեղ անապատում, նրանք չհասան, բոլորն ընկան։ Գիտես, դժվար է, շատ դժվար, երբ որ տեսնում ես քաղաքը, որ Աստված է տվել քեզ եւ զենքն էլ քո ձեռքերում է, բայց դու պիտի լուր անցնես, որ հաղթես։ Եվ գիտես, ոչ միայն այդ ընթացքի ժամանակ հաղթես լռությամբ, այլ գազ քո տուն, քո տանն էլ լռես։ Դες ինչ ասում է, մի աղաղակեք եւ ձեր ձայնը չլսվի ու ոչ մի խոսք դուրս չգա քո բերանից մինչև այն օրը, երբ ես ձեզ կասեմ աղաղակեք։ Այսինքն նրանք լուր քայլել են Երիքովի պատերի շուրջ, եկել են իրանց վրանները ու լուր պարկել են։ Կնիկ ասում, այդ տղա ինչ ա եղել։ Էս ուր եք, ինչ եք անում, կարա չէ բզի։ Պետք է լռես, ոչ մի բան չխոսես։ Այստեղ է նրանց ամենաշատ հաղթանակը, որ տանը չխոսեցին, որ կնոջ մոտ չբացեցին։ Դժվար էր, բայց ստացվեց զինվորների մոտ, գիտես ինչու, որովհետև նրանք տղամարդիկ էին։ Եվ բոլոր քույրեր ասեցին, չէ, մենք արում ենք լռենք, սա ուղղակի հումոր էր, սիրելի քույրեր, մենք ձեզ շատ սիրում ենք։ Ասում են, գիտեք, չէ, տղամարդիկ կես ժամ շուտ են հափշտակվելու կանանցից։ Ասում է, որտեղից գիտես, ասում է, որովհետև գրված է, երկնքում կես ժամ լռություն եղավ։ Հետո կնանիք հելան վերև, շուխուրով։ Սա հումոր։ Գիտես, իրականում դժվար է, երբ որ կանգնած ես այս արհավիրքների առաջ և իրականում պիտի լռես։ Իրականում նրանք անցան, քանի որ անցյալից լուրջ դասեր էին քաղել։ Սաղմոս 4:4, հրաշալի մի խոսք։ Գրված է, երբ բարկանաք, մի մեղանչեք։ Խոսեք ձեր սրտերի հետ, ձեր անկողիներում և լուռ մնացեք։ Հալելույա։ Այ եթե կարանայինք սա մենք ունենայինք, այ եթե մենք կարանայինք այս կատարելությանը հասնեինք, մա բարկանում ես, մի մեղանչի, գնա քո տուն, անկողնումդ պարկի ու լռի, խոսակ քո հետ, քո սրտի հետ։ Սրտագետ Աստված ամեն ինչ գիտի, կասի ոչինչ, բար ես, հանգստացի, հանգստի իմ հետ ես խոսում, բայց թող ոչ ոք չլսի քեզ։ Գիտես ինչքան ա եղել, երբ որ գնացել ենք տուն ու կնոջը պատմել ենք այս Երիքովի մասին, ասենք պատը կա, Աստված չի թողում խոսամ, ու հետո փչացրել ենք, տրամադրել ենք մեկը մյուսի դեմ, եղել ա թե չէ։ Եկել ես ուղղակի սիրտդ ես բացել ամուսնուդ մոտ կամ կնոջդ մոտ կամ չգիտեմ մամայիդ մոտ, կիսուրիդ մոտ, հա կիսուրին հասանք տեղ։ Մամային պատմել ես կիսուրից։ Երիքովի պատերի մասին դու հասկանում ես ու տրամադրել ես, հետո թշնամանք, հետո ասես ինչի համար։ Երբ որ գալիս ամենաշատը խոսալու ցանկությունը ասում է, գիտես ինչա, լեզուդ կծիր, երբ որ բարկացած ես հարսիդ վրա, մի զանգի աղջկատ ու պատմի, դե նա սաղբորդ ինչ օրնա գցե, սրան չես տենում, եկել ա 3-1, այսօր 2 ու նա ինչ անում, շերեփը ձեռիցս տարավ, ում տուն մտա, ասում է, երբ բարկանաք մի մեղանչեք, խոսեք ձեր սրտերի հետ, ձեր անկողիներում և լուռ մնացեք, Աստված պատվեր էր տվել, ասում էր անցի, պտտվի, թող միայն փողերը հնչեն քահանաների, հետո հետ արի քո տուն, լռի, մինչև այն օրը, երբ որ ես քեզ կասեմ
աղաղակիր։ Այստեղ ես, հա։ Երբ որ Աստված պատվեր է տալի լռել, մենք պիտի լռենք։ Ոչ թե լռենք միայն պատերի շուրջ ու գանք կնոջը պատմենք, կամ ամուսնուն, կամ չգիտեմ, ընկերոջ հետ, կամ մտնես Facebook ստատուս գրես։ Թող ամեն մեկը իր կյանքին հետևի։ Օրինակ եմ բերում, էլի, ոչ մեկին նկատի չունեմ։ Մտնենք նա ստատուս պատի վրա Երիքովի դե թող բոլորը տեսնեն։ Լռի ասում է, հաղթի, լռությամբ հաղթի։ Այստեղ Աստծո ժողովուրդը քննություն էր անցնում։ Այն քննությունը, որ իրենց հայրերը կտրվեցին, այստեղ էս, գնանք առաջ։ Ահա մի հրաշալի բանալի թանկագինս, նրանք գուցե բարկանում էին ճանապարհին եւ ուզում էին խոսել, բայց չմեղանչեցին։ Ով որ կարողանում է լեզուն զսպի, ինքը կատարյալ է, կատարյալ մարդ է։ Դա Աստծո խոսքն ասում։ Քանի անգամ ենք թանկագինս մենք լռությունը խախտելով ատելություն սերմանել։ Լռությունը խախտելով բարկացել ենք, կիսվել ենք, հետո մենք հաշտվել ենք, բայց արդեն տրամադրել ենք։ Արդեն ատելության սերմ, արդեն դառ արմատ։ Սա համար խոսքը ասում է իրար ուշադիր եղեք, որ հանկարծ մեկ Աստծո շնորհքից չընկնի, մեկի սրտում դառ արմատ չառաջանա, եւ այդ դառ արմատը շատերին կարա պղծի ուղակի։ Մենք ուշադիր լինենք։ Մեր լեզուն թել պատենք։ Կծի լեզուդ եւ լռությամբ հաղթի։ Եվ այդպես 6 օր նրանք պիտի տանեին այդ լռությամբ իրենց ներսում այդ հաղթանակի ճիճը։ Նրանք պիտի տանեին ու հնազանդվեին Աստծո խոսքին եւ 20-րդ խոսք 6:20-ը հեսու։ Երբ ժողովուրդը լսեց փողերի ձայնը ու բարձրաձայն աղաղակեց, պարիսպները փուլ եկան։ Ժողովուրդը բարձրացավ դեպի քաղաք, ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը եւ գրավեց քաղաքը։ Կա քաղաք, որը քեզ է պատկանում, կա քաղաք, կա խոստում Աստծուց։ Այդ քաղաքը կոչենք խոստում։ Այս քաղաքը խոստման երկիրն է։ Ամեն մեկը ունեք խոստում էստեղ։ Աստծուց, ես գիտեմ, որ ունեք, եթե չունեք, դու պիտի ունենաս։ Աստված նպատակ ունի քո համար։ Աստված երազանք ունի, գոնե մեկ, բայց ունի։ Աստված տեսիլ եւ երազանք ունի յուրաքանչյուրիս համար։ Եթե չգիտես, իմացի։ Գնա Աստծո առաջ, ասա, ո՞րն է քո կամքը իմ համար, ո՞րն է այն քաղաքը, որը պիտի գրավեմ, ո՞րն է այդ կաթ եւ մեղր բխող երկիրը, սա մի տեղ է, որտեղ որ կաթ ու մեղր էր բխում, եւ սա Աստծո ժողովրդի բաժինն է, սա քո բաժինն է, եւ դու դա պիտի գրավես, բայց գրավես Աստծո պայմաններով, ոչ թե թուրը ունեմ, Աստծո խոսքը կա, վերջ խոսք ունեմ Աստծուց, գրամ եւ գրավեմ, ոչ։ Առաքյաներ Հիսուսին ասեցին, չի ընդունում քեզ Սամարյան, հյո։ Դες ո՞նց կլինի։ Ուզում ես նրա գլխին կրակի չասնենք։ Ասես դուք չգիտեք ինչ հոգուց եք, Հիսուսն ասեց առաքյալներին։ Դուք չեք հասկանում ինչ հոգուց եք։ Դուք չգիտեք ինչ եք խոսում, չեք հասկանում ինչ եք խոսում։ Խոսքը ունի զորությունը կա, գնանք եւ կրակի չասնենք, գնանք ու խոսքով սպանենք։ Ճիշտը իրանց ձեռքում է, խոսքում կա, հասկանում ես, բայց Աստծո պայմաններով։ Ամեն։ Աստված ունի երազանք քո համար։ Ամեն։ Ամեն։ Աստված երազանք ունի քո համար։ Իսկ նրա կամքը քո համար բարին, հաճելին եւ կատարյալն է։ Աստծո նպատակը չի քեզ տանի անապատում բնաջնջի։ Մարդնիկն է իրան բնաջնջում, տրտնջալով ուղակի։ Խոսալով տրտունջ, չէ։ Չլինի այդպես։ Ամեն։ Թանկագին Աստծո մարդ, չաղաղակենք, քանի դեռ Աստծո փողի թույլտվությունը չենք ստացել։ Չաղաղակենք, միջև որ փողերը չհնչեցին, Աստծո ժողովուրդը չաղաղակեց։ Եվ երբ որ աղաղակեց, պատերը քանդվեցին եւ այն ինչը որ իրենց բաժինն էր, նրանք ուղղակի մտան եւ վերցրեցին։ Իրենց բաժինն է։ Ինչքան է որ դժվար լինի, ինչքան է որ ուզենաս ձայնդ բարձրացնես, մի արա դա։ Լուր հաղթիր, լռությամբ հաղթիր։ Ինչքան է բարկանում ես, մի մեղանչի ասում, գնա քո անկողինը պարկի փակվի, խոսա քո սրտի մեջ, Աստծո հետ։ Աստված ամեն ինչ տեսնում է։ Եվ ամեն պարիսպ քո առջևից փուլ կգա,
Երբ որ դու գեղեցիկ լռում ես Աստծո փողերի հետ աղաղակում ես, եւ գեղեցիկ լռում ես եւ Աստծո փողերի հետ ես աղաղակում, տեղերով չխառնես հանկարծ։ Մենք պետք է գեղեցիկ լռենք եւ երբ որ Աստծո փողերը լսենք, Աստծո թույլտվությունը այդ պատին կայնենք, ասենք։ Ես ծոմը դրա համար է հրաշալի մի բան։ Երբ դու ծոմ ես վերցնում, առանձնանում ես մարկանցից Աստծո հետ եւ ծոմով կանգնում ես։ Աստծո հետ ես խոսում, քո սրտում, Աստծո հետ ես խոսում, հետո ծոմից դուրս ես գալիս կայնում ես, ասում ես պատեր, քանդվեք Հիսուսի անունով։ Եվ այդ պատը ճաք է տալիս, եւ այդ պատը քանդվում է։ Երբ որ դու լռությամբ Աստծո հետ, հետո երբ որ փողերի ձայնը լսում ես, Աստծո թույլտվություն, Աստծո թույլտվությունն է։ Գնա ուղղակի խոսա այդ պատին։ Ինչքան է ֆիզիկայի օրենքից դուրս են, ինքը քանդվելու է Հիսուսի անունով։ Ինչքան էլ քաղաքիդ պատերը հաստ լինեն, դու կգրավես քո քաղաքը, երբ որ լռությամբ հաղթես։ Դու կգրավես, դա քոնն է։ Աստված երբեմն պահանջում է լռություն հրաշքից առաջ։ Ուզում ես քո հրաշքը լռիր, թող ես խոսեմ, թող ես քո տեղը պատերազմեմ։ Վերջում ես գնամ վերջին կասեմ, Հիսուսը լռությամբ հաղթեց։ Երբ որ ամբաստանում էին քահանաները, նա լուռ էր կենում։ Նա լռությամբ հաղթեց, գիտես, երբ որ քեզ ամբաստանում են, վստահի Աստծուն, ասա, Տեր, քեզ եմ իմ դատը տալիս։ Եվ Աստված կարողանում է դատը վերցրի եւ անի, բայց երբ որ ես իմ ձևով, ես իմ սուրը, իմ զենքը ունեմ, խոսքը կա, միգուցե դու քո ձևով կհաղթես։ Միգուցե ինչ-որ միտեղ ասես, ես ստացա, իմին հասա, բայց վերջնարարությունքում Աստված չփառավորվեց։ Իսկ Աստված այնպես գեղեցիկ է կարում դա անի։ Ով որ սա անցել է, կասի ամեն։ Ով որ սա տեսել է, իր կյանքում կասի ամեն։ Ով որ չի տեսել, աղոթում եմ, որ լինի դա քո կյանքում, որ Աստծուն հանձնես այսուհետ լռության հաղթանակ, գեղեցիկ հաղթանակը։ Իրականում հաղթանակը եկավ ոչ թե աղաղակի, այլ Աստծուն լուր հնազանդվելու արդյունքում։ Նույնիսկ եմ ասում, իրականում հաղթանակը եկավ ոչ թե աղաղակի արդյունքում, այլ Աստծուն լուր հնազանդվելու արդյունքում եկավ հաղթանակը։ Հետևություն, որոշ պատեր ընկնում են միայն այն ժամանակ, երբ որ լուր է մարդու մարմինը։ Այդպես է լինում։ Որոշ հաղթանակ այսպես են գալիս։ Սա Աստծո ժողովրդի հաղթանակն էր լռության։ Երկրորդ լռությամբ հաղթողը դա Աննան էր, Սամուելի մայրը, Սամուել մարգարեի մայրը, ով որ իր անապատն անցնելով եկավ հասավ մի պատին։ Դա չբերության պատն էր։ Դա այն պատն էր, երբ որ նա զավակ էր կամենում, եկավ հասավ այդ պատին։ Եվ գրված է, սրա մասին գրված է Աթագավորաց առաջի գլուխ 10-րդ խոսք։ Աննան ուներ ամուսին, այդ ամուսինն ուներ եւս մեկ կին, այդ կին ուներ երկու զավակ, բայց այդ ամուսինը շատ էր սիրում Աննային։ Եվ ինչքան էլ հասկանում ես, ինչքան էլ ինքը ստանար, ինքը ուներ երազանք, Աննան ուներ երազանք, դա որդի ունենալն էր։ Աննան ուներ երազանք, դա պտուղ բերելն էր։ Եվ գնացին նրանք հրաշալի մի սովորություն ունեին։ Ամեն տարի գնում էին ընտանիքով տիրոջ տուն, տաճար եւ զոհ էին մատուցում եւ երկրպագում էին Աստծուն եւ 10-րդ խոսք առաջի գլուխ, Աթագավորաց առաջի գլուխ 10-րդ խոսք։ Եվ նա գնաց Աստծո առաջ եւ սկսեց աղոթել, Աննայի աղոթքը։ Եվ նա տրտմալից հոգով աղոթեց Տիրոջը եւ լաց եղավ ու ասեց. Եվ ուղ տարավ ու ասեց. ով զորությունների Տեր, եթե դու նայես քո աղախնի նեղությանը եւ հիշես ինձ ու չմոռանաս քո աղախնին եւ քո աղախնին արու զավակ տաս, ես նրան կնվիրեմ Տիրոջը իր կյանքի բոլոր օրերին եւ ածելի չի դիպչի նրա գլխին։ Եվ մինչ նա երկար աղոթում էր Տիրոջը, հեղին քահանան նայում էր նրա բերանին։ Եվ տեսեք 13-րդ խոսք։ Աննան խոսում էր իր սրտից,
միայն շուրթերն էին շարժվում, բայց ձայն չէր գալիս, բայց ձայնը չէր լսվում, եւ հեղին կարծեց, թե նա հարբած է, եւ Անան պատասխանեց ու ասեց. ոչ տերիմ, հեղին ասեց, մինչև երբ դու պիտի հարբած մնաս, թափվիր, գինով ցածես, Անան պատասխանեց 15-րդ խոսք. ոչ տերիմ, ես վշտացած սրտով կին եմ, գինի չեմ խմել կամ օղի, այլ իմ սիրտն եմ բացել Տիրոջ առաջ։ Գրված է, որ Աննան եւ իր ամուսինը սովորություն ունեին, գեղեցիկ սովորություն, գնանք ամեն տարի զոհ մատուցենք, երկրպագ ենք Աստծուն, սա հրաշալի է։ Եվ ամեն տարի ես կարծում եմ հաղորդքը նույնն էր, բայց այս անգամ ուրիշ էր։ Գիտես, մենք նույնպես ունենք հրաշալի սովորություն, ամեն կիրակի գնում ենք եկեղեցի, ամեն կիրակի զոհ ենք մատուցում Աստծուն, չէ՞։ Դա մեր ժամանակն է, դա մեր ֆինանսներն են, մի քիչ առաջ մենք ֆինանս հավաքեցինք Աստծուն։ Լավ, ֆինանսը շրջանցեմ, դրա մասին հաջորդ անգամ կխոսեմ, ուզում եմ խոսեմ սրա մասին, իրականում ֆինանսերի մասին։ Բայց այս անգամ չէ։ Երկրպագում էին Աստծուն։ Ամեն անգամ սովորության համաձայն, բայց գիտես, կարա լինի մի օր, որ քո աղոթքը ճեղքի։ Դու նույնպես կարաս գաս, ամեն կիրակի աղոթես, ամեն կիրակի երկրպագես, ամեն կիրակի քո զոհն ես բերում Աստծո առաջ, քո զոհը, քո սիրտը, քո ֆինանսները, չգիտեմ, քո ունեցվածքը, քո ժամանակը, քո ընտանիքը, քո ամեն մեկս մի զոհով են գալիս։ Գալիս ենք եւ ամեն անգամ միգուցե ձեռնունայն գնում, բայց այս անգամ ուրիշ էր։ Այս անգամ լրիվ ուրիշ էր։ Այս անգամ աղոթքը ճեղքեց։ Գիտես որ աղոթքը լրության աղոթքը գրված է, նա լուր էր։ Նա լրությամբ էր աղոթում, նրա շուրթերը շարժվում էին, բայց ոչ մի ձայն չէր գալիս եւ հեղին կարծեց հարբած է։ Գիտես, Աստված կարա մեզ բերի այն իրավիճակին, որ մենք հարբածի պես արդեն եղել է քո մոտ տես աղոթք, ու դու հարբածի պես անջատված Աստծո առաջ, ոգի կարաս լուր լրության մեջ Այդ օֆ ու ախ անես, անես, ու դա շատ ավելի խոսքեր արժեն Աստծո համար, կամ բյուրավոր գեղեցիկ շարադրված ինչ-որ բառեր։ Ուղղակի Աստծո առաջ ընկնես հարբածի պես ու հառաչես։ Եվ սա ավելի բարձր աղոթք լինի Աստծո համար, որովհետև սա սրտից դուրս եկած մի բան էր, որը ճեղքեց երկինքը։ Եվ գրված է, նա ծնեց իր արուզավակը, նա ունեցավ Սամուելին, եւ Սամուելը ամբողջ Իսրայելը բերեց Աստծուն։ Գիտես, Աստված կարա թույլ տա քո կյանքի մեջ, գրված է, Աստված էր փակե նրա արգանդը, Աստված կարա թույլ տա քո կյանքի մեջ, օրինակ հոգևոր չբերություն, չկա պտուղ, այսքան ժամանակ տաճար եմ գնում, այսքան ժամանակ եկեղեցի եմ գնում, այսքան ժամանակ Աստծո մեջ եմ, ուր է պտուղս, հոգևոր պտուղս ուր է։ Մինչև այն պահին, երբ որ կասես, Տեր իմ Աստված, տուր ինձ մի բան, որը ամբողջ Ստեփանավանը կբերի Աստծուն։ Տուր ինձ մի բան, մի պարգև, տուր ինձ այդ պտուղը, իմ երեխային, տուր ինձ դա, որը ամբողջ ուռուտը կբերի Աստծուն։ Ամբողջ Կուրթանը, Վարդաբլուրը, Հոփարցին, Գյուլաքարակը, ամբողջ մեր գյուղերը կբերեն Աստծուն։ Աստված սպասում է նման լուր աղոթքի։ Տուր ինձ մի բան, մի պտուղ, մի պարգև, տուր ինձ Աստծուց ծնված մի բան, ինչ որ Աստծուց ծնվում է, դա աշխարհն է հաղթում, ամեն։ Տուր ինձ քեզանից ծնված մի բան, որ ես իմ տունը կարողանամ բերեմ Աստծուն։ Իմ ամուսինը ապաշխարի, իմ կինը ապաշխարի, իմ երեխաները ապաշխարեն։ Տուր ինձ, ինչ որ Աստծուց է ծնվում, սիրելիս, ինքը հաղթում է աշխարհը։ Միայն թե մենք կարողանանք դա լուր Աստծո առաջ բացենք, չտրտնջանք, այսքան ժամանակա գնում եմ։ Այսքան ժամանակ ասում եմ, այսքան ժամանակ մարդուս ասում եմ, չի ընդունում։ Միգուցե լռելու ժամանակն է։ Դու Աստծո առաջ ճշմարիտ հարբածի պես բացելու ժամանակն է։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Այդ դա է հաղթում աշխարհը։ Ինչ որ Աստծուց է ծնվում։ Ինչ որ Աստված է քո մեջ բերել։ Եվ գրված է, եւ Սամուելը ամբողջ Իսրայելը բերեց
բերեց Աստծուն։ Եվ Աննան արեց մի աղոթք, որ միայն Աստված պիտի լսեր։ Եվ միայն Աստված պիտի հասկանար։ Ինքը քահանան հեղին չհասկացավ ինչա կազմա, հարբած ես դու։ Քահանա, դու Աստծո ծառա ես, դու առաջինը պիտի իմանայիր, որ սա մի աղոթքը, որը որ տրտմած սրտից է դուրս գալիս։ Բայց սա միայն Աստծո արքանջների համար էին այս աղոթքը, այս խոսքերը։ Սա կոչվում է լուր աղոթք, թանկագին մարդ։ Սա կոչվում է լռության աղոթք։ Սա կոչվում է լռության հաղթանակ։ Աստված լսում է մարդու սիրտը ավելի շուտ, քան խոսքերը։ Իրես լուր արդյունքները կարող է այն ամենաբարձր բղավոցից բարձր լինեն։ Լուր արդյունքները։ Հաջորդը Հոբի լռությունն է, սա նույնպես զարմանալի է։ Ով էր Հոբը, Հոբը մեկն էր, ով որ շատ հարուստ էր, հաջողակ էր, ճանաչված էր եւ մեկ օրում ամբողջը կորցրեց։ Ունեցված երեխաներ, մի կին թողեց Աստված նրան։ Նա էլ ասեց, անիծի Աստծուն ու մեռի։ Պատկերացնում ես, բորոտած, նստած, ընկերները եկան 7 օր ոչինչ չէին կարողանում խոսել, այդքան վատ էր նրա վիճակը։ 7 օր, դու ինչ վիճակի մեջ ա եղել, ընկեր եկել է, բան չի կարող խոսա։ Եվ հետո Հոբը 40-րդ գլուխ 4-րդ խոսք։ Հոբը ինչ ասում, ահա ես նվաստ եմ։ Ինչ պատասխանեմ։ Ձեռքս բերանիս եմ դնում։ Մենք ունենք, չէ՞։ Ձեռքս բերանիս եմ դնում, ասում է։ Ինչ խոսամ։ Գիտես ինչու։ Որտեվ այնքան կար մեղադրելու։ Այնքան էր ուզում Աստծուն ասել՝ «Խի, որ մեղքիս համար։ Ինչի համար, որ ես արդար եի քո առաջ։ Որ մեղքիս համար, որ ես քո համար քո պարծանքն էի»։ Աստված ինքն է սատանայի հետ խոսալուց ասում է, իսկ իմ Հոբ ծառայի դու տեսել ես, նրա նմանը չկա։ Ամբողջ աշխարհը անցիր, նոր ես եկել աշխարհից։ Գլոբուսը պտտվել ես։ Նրա նմանը տեսել ես։ Հոբի նման դու մեկին տես։ Ինչի համար, Տեր իմ Աստված, ինչի համար ես իմ երեխաներին կպար։ Իրականում Աստված չէր, Աստված թույլ էր տվել, դա սատանայի գործն էր։ Մենք հաճախ երբ որ վատ բան ալինում, միանգամից Աստծուն ենք մեղադրում, ոչ։ Կա Աստծո թույլատրելի կամք, որ Աստված թույլ տվեց։ Եվ գրված է ինչ պատասխանեմ։ Իսկ պատասխանել ուզում էր։ Իսկ պատասխանել մարմինդ ուզում է գոռա։ Ասում է բերանս դրեցի, ձեռս դրեցի բերանիս, որպեսզի ես լռեմ։ Հավատա, երբ որ ուզում ես բողոքես, տրտնջաս Աստծո առաջ, սա ամենաճիշտ դիրքն է Աստծո առաջ։ Ձեռքդ բերանիդ, ձեռքդ շուրթերիդ, լեզուդ կծած։ Սա ամենաճիշտ դիրքն է, երբ որ ուզում ես Աստծուն ասես խի, հետո կերևա, հետո կտեսնենք։ Եթե այս երկրի վրա էլ չտեսնենք, երկնքում անպայման կիմանանք խիի պատասխանը։ Լավ է Աստծո առաջ լռես, երբ որ ուզում ես նրա հետ վիճես, լավը լռես։ Որովհետև լռության մեջ է ծնվում խոնարհությունը։ Ամեն։ Մարիամի լռությունը, Հիսուսի մայր Մարիամի լռությունը։ Նա մեկն էր, որ անձամբ հրեշտակից ստացավ պատգամ, չէ՞։ Եվ Ղուկասի 2:19։ Իսկ Մարիամը այդ ամենը ինչ որ տեղի էր ունենում մանուկ Հիսուսի հետ։ Այդ ամենը Սիմեոն Մոգը, Աննա Մարգարեուհին, հրեշտակի հետ հանդիպումը, փախել ստես, փախնել այնտեղ, այդ պատգամները բոլորը այս ամենը Մարիամը պահում էր իր սրտում եւ մտածում, մտորում ու չէր խոսում։ Քեզ մի բան սովորեցնեմ այսօր, գաղտնիք ասեմ, ամեն հայտնություն չէ, որ պիտի անմիջապես պատմես։ Մի բան էլ ասեմ, ամեն վկայություն չի, որ դու անմիջապես պիտի պատմես։ Պահի քո սրտում, լուր մտորի դրա մասին։ Աստված մեզ տա իմաստություն։ Հայ-հայա ավտոյի առնում, հա պատմեցի հարևանին, 4 տարավ։
աշխատավարձս հանեցին, պատմեցի, 4 տարավ մենակ հիվանդությունների վրա, հիվանդանոց։ Կներեք այդ 4 բարի համար։ Ինքը նկարագրում է այդ վիճակը։ Մարիամը այդ իմաստություն ուներ եւ նա լուր իր սրտի մեջ պահում էր եւ մտորում էր։ Միգուցե այո, մի պահի ինքը մի պահ եկավ, երբ որ ասես տղես գժվել է, գնամ տուն բերեմ եւ այլն, բայց ամեն դեպքում սա մեզ Աստված թող իմաստություն տա այստեղ։ Սովորենք, ամեն հայտություն չի, որ մենք պիտի գնանք ու սենց կտուրներից մի անգամից տեսեք ինչ սուպեր հոգևոր եմ, ինչ հայտնություն եմ ստացել։ Հայ։ Լուր պահի քո սրտում։ Հələ տես ինչ վկայություն ունեմ։ Տես ոնց եմ հաղթել 3 ծխելս անես թողեցի, հաղթած տղա եմ։ 3 Հələ դու մի տարի հաղթի, հələ 3 տարի դա անցի։ Եվ բոլոր ծխողներն ասեցին, ով ասեց ամեն։ Ով պալիտ եղավ։ Գիտես դու կարող ես քո վկայությունը, այդ լավ վկայությունը, հասկանում ես, ինքն ես լավ վկայությունը, պատմես ինչ որ մեկին, ծխողների կուպեն ակտիվացավ։ Դու կարաս քո այդ լավ վկայությունը գնաս ինչ որ մեկին կիսվես սրտանց։ Դու ասում ես ինքը այնքան լավն է, ինքը իմ ընկերն է, պատմես ու դու կայնես իր ցավոտ տեղին։ Ու դու չգիտես նրանից ինչ կարա դուրս գա։ Միասովորական բան, կարա մարդ ենք, չէ՞, մարդ ենք։ Ունես ֆինանսական խնդիր, ասենք։ Գարունը բոլորս ունենք ֆինանսական խնդիր։ Ու դու օրհնվել ես X լավ գումար, լավ աշխատավարձդ հելել է։ Գալիս ինձ լավ ին վրա բերեմ օրինակը։ Գալիս ինձ պատմում ես, ու մեկ էլ իմ մարմինս սկսում է ջղաձգվել։ Բային ֆինանսները։ Ու ես կարամ մի հատ նախանձի մի հատ պուճուր դեվիկ ին վրա բերեմ, որ հանկարծ ոչ ոք չներվի։ Նախանձի պուճուր դեվիկ, պիստ բաց թողեմ։ Ինքը գնա իր գործն անի։ Հետո ասի լավ էր գործերս, պատմեցի, փճվեց սա։ Այդպես էլ ալինում։ Ասես մենք աշկին չենք հավատում, լուրջ, Աստծո խոսքում գրված է չար նայվածք։ Մենք աշկի ուլունքին չենք հավատում։ Մենք աշկի ուլունքի զորությանը չենք հավատում։ Մերժում ենք ամեն տեսակ փուշնալ նմանատիպ բաներ, մենք մերժում ենք Հիսուսի անունով, բայց ամեն դեպքում այդ չար նայված կկա։ Ամեն դեպքում քո վկայությունը կարա գողացվի այն նման բանի համար։ Քանի որ ես այստեղ պարտված եմ, պարտքերի մեջ եմ, ու դու պարտքերից դուրս եկար ինձ պատմեցիր, ես կարամ ջղաձգվեմ դրա համար։ Ու ասեմ, բա իմը, բա ես, բա հասկացար։ Մարիամը լուր լռությամբ հաղթիր։ Լռությամբ։ Հասել ես ինչ-որ մի բանի, լռությամբ տար դու տար, կրի։ Միջև դու կտեսնես այդ պուճուր ծառի ծիլը մեծացի ու պտուղներ է տալիս արդեն։ Ասես այս պտուղից մատ կեր։ Այս պտուղը լավն է։ Մի պատմի ծիլի մասին։ 4 կարատանի։ Մի պատմի։ Այ երբ որ այդ ծիլը կդառնա ծառ, ծաղիկներ կտա, ծաղիկների մասին չպատմես։ Ծաղիկների մասին թող մենակ մեղուները իմանան։ Մեղվապա եղբայրներ։ Ծաղիկների մասին միայն մեղուները թող աշխատեն։ Իրանք էլ իրանց բերքը, իրանց մեղուն, հետո երբ որ կտա իր պտուղը թյուրասիրի արդեն։ Մի փոքր վերացական եմ խոսում, բայց Աստված քեզ իմաստություն տա։ Փառք Հիսուսին։ Մարիամը սա պահում էր իր սրտում եւ աճեցնում։ Կան սերբեր Աստծուց, որ աճում են լռության մեջ։ Մարիամը սա պահում էր իր սրտում եւ աճեցնում էր լուր։ Կան սերմեր, որ Աստծուց են սերմերը, որ լռությամբ են աճում։ Այնինչ Աստված կամենում է աճեցնել, սատանան փորձում է սպանել ավելորդ խոսակցությունների միջոցով։ Այնինչ որ Աստված ուզում է աճեցնել լռության մեջ, խոնարհության մեջ, Աստված ու սատանան ուզում է դա արմատախիլ անի, պոկի, փչացնի,
սպանի ավելորդ խոսակցությունների մեջ, խոսքերի մեջ։ Խոսակցություն գցի եկեղեցում, գնացես տնայի խմբակ։ Այդ օրվա թեման արագի մեջ մտ ռազմոր արեցինք, բայց չիմացար ես մեկի խմբակում ինչա կատարվում, բայց չմտնես իմանաս ինչա կատարվում։ Այն մի եկեղեցի մտնես ինչա տնաս ինչա կատարվում։ Այն մեկի տուն մտնես տնաս ինչա կատարվում։ Ու մենք սկսենք խոսելով փչացնել, խոսելով ազատագրել սխալ զորություն, մենք կարանք ազատագրենք սխալ զորություն։ Կապրենք կտենանք։ Կարանք ազատագրենք սխալ զորություն դիմացինի կյանքի մեջ ու սատանային զորություն տանք դրանով։ Ուշ տանք, առանց հասկանալու։ Սա մարդն է, հասկացի, սա մարդն է, մեր մեջ այնքան բաները, ամրոցները ապրում, այնքան բաները մեր մեջ ապրում, որ մենք շատ զգուշ պիտի լինենք եւ շատ ուշադիր։ Սա Մարիամի լռությամբ հաղթանակն էր։ Ահարոնի լռությունը, Մովսեսի եղբայր Ահարոնի լռությունը որդիների մահից հետո, երբ որ նրա որդիները քահանաներ էին, օտար կրակ բերեցին, մատուցեցին, կրակը ելավ նրանց սպանեց, Մովսեսը եկավ ասեց, գիտես ինչ, Ահարոն, վատ բան ա եղել, հասկանում եմ, բայց սա Տիրոջ խոսքը կատարվեց։ Ու գրված է Ղևտացի 13։ Սա ամենաերկար նախադասությունն է, որ այսօր կարդալու եմ։ Ահարոնը լուռ մնաց եւ վերջակետ։ Ահարոնը լուռ մնաց։ Ես այն դեմի մասերը հանել եմ, Մովսեսի խոսքերը, թողել եմ իմ մոտ մենակ սա։ Եվ վերջակեց սիրներս, որովհետև այնքան խոսելու բան կար։ Ահարոնը այնքան հարցեր ա ունեցել, ես կարծում եմ։ Սիրելի եկեղեցի, նրա որդիներն էին մահացել, երկու որդիները, Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ։ Աստծուն ծառայելու ժամանակ նրա որդիները մահացան։ Գրված է, իսկ Ահարոնը լուռ մնաց։ Լռել այն ժամանակ, երբ որ ամենից շատն ես ուզում խոսես, այսա լռության հաղթանակն է։ Ամեն։ Մենք ասում ենք ամեն, բայց Աստված մի արածցե, մի արհավիրք մեր կյանքի մեջ։ Մենք կարանք լուռ մնանք։ Շատ դժվար է կծել լեզուն։ Միգուցե սա վաղը քեզ պետք է, մյուս օրը, այսօր է պետք։ Այսօր դու կարող ես պլանավորել ես գնալ ինչ-որ մեկին պորտադրություն անեիր։ Ես իրա պորտը պետք է գցեմ իրա տեղը։ Ինքը պետք է ինքը չգիտի ես աղջիկ ինչ էր կարա անի։ Կամ էստեղ ինչ էր ունակ։ Ինքը հələ չգիտի է։ Հələ հին հələ ինքան եմ ասել, հələ հին հրայրի գլուխը բարձրացնի։ Աստված մի արածցե, հա։ Իսկ սա կոչվում է, գիտես ինչ։ Այս ծառայականին մենք հրաշալի թեմա ունեցանք։ Մրուրի վրա հանգչել։ Ասում է դու վատն ես, քո համը չի փոխվել։ Ով գինի։ Վատն ես, դառնա համդ։ Հոտը լավը չի, որովհետև դու քո մրուրի վրա հանգչած մնացել ես, նստվածք կա։ Իսա կոչվում է նստվածքի վրա մնաց։ Ասում եմ, որ կա է բոմբի վրա նստած մեկը։ Երեքը մի հատ բան պայթացնի ու սա շենքը կարա պայթացնի։ Մենք չպիտի այդպես պայթունավտանգ լինենք։ Պայթունավտանգ եղիր միայն դիվային աշխարհի համար։ Հիսուսի անունով։ Եվ սա Ահարոնի լռության հաղթանակն էր, երբ որ այնքան բան կար ասելու, բայց նա լուր հաղթեց սա։ Լռել այն ժամանակ, երբ որ ամենից շատն ես ուզում մեղադրես, ամենից շատը տղաներն են մահացել, բայց սա նա հաղթեց սրանով։ Եվ վերջինը Հիսուսի լռության հաղթանակը։ Ես խնդրեմ փառաբանության թիմը գարթեն։ Հիսուսի լռության հաղթանակը ինքան հրաշալի էր։ Դա Տեր Հիսուսի հաղթանակն էր Ղուկասի ավետարան 23:8։ Տեսեք գրված է, որ Հիսուսին բերել են ատյանի առաջ եւ նրան հարցաքննում էին։ Հերովդեսը Հիսուսին տեսնելով թագավորն էր Հերովդեսը։ Շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակ էր ուզում նրան տեսնել։ Քանի որ նրա մասին լսել էր եւ հույս ուներ նրան կողմից արված որևէ
նշան տեսնել։ Եվ նրան բազում հարցեր էր տալիս։ Բայց նա ոչինչ չէր պատասխանում։ Դու պատկերացնում ես։ Արի բերենք մեր օրեր, դու մեկն ես, թագավոր ես, քո նմանը չկա, դու քո տան թագավորն ես, չգիտեմ, քո աշխատանքի տեղի թագավորն ես, դա մենք բոլորս թագավորներ և քահանաներ ենք, բերենք այս խոսքին, դու թագավոր ես ու վերջապես խոսք հանգեց ձեռդ, Հիսուսը խոսքն է, չէ, և խոսքը մարմին դարձավ և բնակվեց մեր մեջ, Աստված ընկերա ձեռդ կոպիտ ասած, խոսքը բացվել է քեզ, Եվ Հիսուսը մեկն էր, ով որ եկել էր, որ ինչ աներ, ով ինձ կհիշացնի, Հիսուսը եկել էր ինչ աներ, խոսքը խոսեր, հրաշքներ աներ, դա էր չէ նրա ամբողջ ծառայության էությունը, նման էր գալիս քաղաքից քաղաք, քարոզում էր ավետարանը և հրաշքներ էր անում, նշաններ էր անում, բժշկություն, հիմա Հիսուսը կանգնած է, նրան ասում է խոսա, ինքը լուռ էր, Մենք կարանք այսքան լիքը շատ հարցեր ունենանք Աստծուն, էսի խի ասենց, էնի խի ասենց, սա իմ կյանքը խի սենց եղավ, այս մի բանը խի պատահեց, և հետո տեսնենք լռություն է, Աստծուց խոսք չկա, միգուցե սխալ դիրքից ենք հարցեր տալիս Աստծուն, միգուցե մեր սիրտը այդքան էլ ճիշտ չի Աստծու առաջ, երբ որ մենք հարցեր ենք տալիս Աստծուն, բայց պատասխան չկա, նա լուռ էր, նա ոչինչ չէր խոսում, դրա համար Հոբ ասեց, ինչ պատասխանեմ, ձեռս կդնեմ իմ բերանին ու լուռ կմնամ, ինչ ասեմ։ Սրա համար, երբ որ եկավ Արհավիրք Ահարոնի կյանքի մեջ, Ահարոնը գրված է և Ահարոնը լուռ էր։ Դու պատկերացնում ես Աստծո խոսքն է, Հիսուսն է, պիտի խոսի, պիտի քարոզի, նշան անի, հրաշք անի, բայց նա ոչինչ չէր պատասխանում։ Գրված է, երբ որ քահանաները նրան ամբաստանում էին, նա կրկին ոչինչ չասեց։ Չարդարացավ, գիտես, ամեն մի մեղադրանք չէ, որ պիտի պատասխանվի քո կողմից, երբ որ դու սկսում ես արդարանալ, դա արդեն սխալ է, նույնիսկ փիլիսոփայության մեջ կաս, երբ որ դու արդարանում ես, դու արդեն սխալ ես, դու սխալ դիրքի մեջ ես, դու ցածրանում ես, թող որ Աստված մեր դատը տենա, ու երբ որ Աստված է տենում, այնքան գեղեցիկ ա լինում, Քրիստոսը լռել է, դա ոչ թե թուլության, այլ իշխանության նշան էր, նա թույլ չէր, այլ նա իշխան էր, նա ուժեղ էր, Հիսուսի լռությունը, որ նա լռեց, դա թուլության նշան չէր բնավ, այլ իշխանության նշան էր, որովհետև նա վստահում էր իր արդարությունը հորը, Սրա համար սիրներս, մենք անցնում ենք ամեկս մեր արհավիրքը, մեր անապատը, մեր պարիսպը, մեր երիքովը, մեր խնդիրը, մեր Հերովդեսը, և մենք կարանք կանգնենք Աստծու առաջ ու Հերովդեսի պես հարցերի շարան տանք նրան ու ասենք, եթե դու կաս մի հատ այս հրաշքն էլ արա տենամ հələ ես։ Ու տեսնում ես լռությունա, չի անելու։ Սրտի դիրքը շատ կարևոր է։ Սրտի դիրքը սիրելիս։ Այսօր շատ ավելի հրաշալի գեղեցիկ կլիներ Հերովդեսի դիրքը, եթե նա լուռ կանգներ նայեր։ Պիղատոսը նայեց, հարցաքնեց, ասեց ձեռքերս լվանում եմ։ Ես այստեղ ուրիշ բան եմ տեսնում։ Այս մարդը արդար է։ Ես ձեռքերս լվանում եմ, նա լռեց։ Հիշում ես, ախ այդ իմաստուն կանայք ինչ լավն են, ախր։ Պիղատոսի կինը երազ էր տեսել, գնաց ասեց, բան չանես Հիսուսի հետ։ Ես գիտեմ, արդար մարդ է։ Լռի, բան չխոսաս, այդ դատը դու չանես հանկարծ, հանձնիր, Պիղատոսը իմաստուն գտնվեց, հանձնեց Հերովդեսին, Հերովդեսը Պիղատոսին, հետո գրված ընկերացան երկու թշնամիներ, Հիսուսը կարա քրիտիկական պահին էլ թշնամիներին հաշտեցնի, թշնամիներ էին, այդպես հասում ես, նույնիսկ քրիտիկական պահին ամենավատ Հիսուսի կյանքի պահն էր սա, նա կարողացավ երկու թշնամիներին հաշտեցնել, Չհրաշալի է, չէ մեր Աստված, ինչ գթասիրտ է մեր Աստված, ինչ ողորմած է մեր Տերը, ինչ բարի է, ինչ քաղցր է,
Երանի մենք սա զգանք, վերապրենք Հիսուսի քաղցրությունը, բարությունը, որ նա ամենայն վատ պահին, որ ամենաշատը պիտի խոսեր գրված է, մի մաքի պես, որ մորթվելու էր տարվում, նա լուռ էր, մունջ էր, ոչինչ չէր խոսում։ Եվ սա նրա հաղթանակն էր։ Գեղեցիկ լռեց, շատ գեղեցիկ Տերը լռեց։ Ինչպես մի մաքի, որ տարվում էր խուզվելու և պիտի մորթվեր, մենք այդ բառը ունենք, մատաղ լիներ մեզ համար, և ամենաշատը նա իրավունք ուներ խոսելու, ամենաշատը նա իրավունք ուներ մեղադրելու, ամենաշատը նա իրավունք ուներ բան ասելու, բայց ճշմարտությունը լռեց, որ հետո գերեզմանից դուրս գա և հաղթի։ Երբ որ քո ճշմարտությունը այդպես կմեռնի, դու կթաղես, թույլ կտաս, կթաղես քո ճշմարտությունը, Աստված նրան հարություն կտա, և հենց այդ ճշմարտությունը կհաղթի աշխարհը, հենց այդ ճշմարտությունը դուրս կգա և շատերին կկպնի։ Հիսուսի նպատակը չէր սաղին, գիտես իրանց տեղը դներ, նրա նպատակն էր աշխարհը հաղթի իր ճշմարտությամբ, բայց նա լռեց, սկզբից նա լռեց։ Սա Հիսուսի հաղթանակն էր, սա Հիսուսի լռությունն էր։ Ոնց ենք մենք վարվում, երբ որ մեզ ամենաշատն է ցավում, ոնց ենք մենք վարվում, երբ որ ամենաշատն եմ ուզում խոսեմ, իսկ ոնց եմ ես վարվում, երբ որ ուզում եմ գոռամ ու մեղադրեմ, ես ոնց եմ վարվում, մենք ոնց ենք վարվում, սիրելի Աստծո մարդ, արդարությունդ Աստծուն հանձնիր։ Մենք ունենք արդարադատության նախարարություն, դա երկնքում է, իրական արդարադատություն դա երկնքում է, դա Աստծո մոտ այդ արդարությունը և դատը։ Ինչ արդարադատություն, արդար դատել, մարդը կարա կաշառք վերցնի և ծռի արդարությունը, Աստծախոսն է սա ասում նույնպես, նա կարա մարդու դեմքին նայի և այս մեկին նայի, ասի չէ, այն մեկն է ճիշտ։ Մենք կեղծավոր ենք, մենք մարդու երեսին նայելով ենք շատ բան հասկանում և երևակայում, ենթադրում, իսկ Աստված իրական ունի այդ արդար դատելը, արդարադատություն։ Կարիք չկա, որ դու քեզ արդարացնես, երբ Աստված արդարացնում է քեզ, հանձնիր նրան ամեն բան։ Երբ որ Աստված է քեզ արդարացնում, հանձնիր նրան ամեն բան, պարզապես վստահիր ու վստահի ժամանակին։ Մեր արդարացումները խանգարում են Աստծուն, որ նա մեզ արդարացնի։ Չխանգարենք Աստծուն։ Որոշ հաղթանակներ Աստված տալիս է միայն նրանց, ովքեր որ սովորել են լռել ու գեղեցիկ լռել ու սպասել։ Այսպիսով լռության հաղթանակը։ Եվ իմ աղոթքն է, որ այսօրվա խոսքը մարմին դառնա քո մեջ, և դու կարողանաս ճիշտ ժամանակին լռես, երբ որ ամենաշատ ես ուզում խոսես, բղավես, լռես, երբ որ ամենաշատ ես ուզում արդարանաս, լռես ու դատդ հանձնես Աստծուն, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Տերը քեզ օրհնի։ Եկ կանգնենք և աղոթք բարձրացնենք մեր Տիրոջը։ Միտեղ էլ կա գրված Տեր պահապան դիր իմ շուրթերին, թող որ իրականում պահապան լինեն մեր շուրթերին, Աստծո հրեշտակները, Աստծո խոսքը, քո սեփական կամքը այնքան ուժեղացրու և զորացրու, որ պահապան կարողանաս դնես քո շուրթերին։ Ես չեմ խոսի, ուղղակի կժպտամ, ուղղակի կնայեմ իրավիճակներին ու գեղեցիկ կժպտամ ու կհաղթեմ Հիսուս Քրիստոսով։ Աղոթենք։ Ինչ որ կասեմ, խնդրում եմ կրկնի իմ հետևից։ Լավ, արի խոնարհեցնենք մեր գլուխները Աստծո առաջ, փակի քո աչքերը, որ ոչ ոքին չտեսնես, միայն Տիրոջը նայիր։ Ու Աննայի պես լռության մեջ, միգուցե քո շուրթերով միայն, բայց քո սրտից խոսա։ Ասա, Աստված,
Շնորհակալ եմ քո ճշմարտության համար։ Օգնիր ինձ եւ սովորեցրու ինձ լռությամբ հաղթել։ Տեր, ես իմ շուրթերը քեզ եմ հանձնում։ Պահապան իմ շուրթերին եւ տուր ինձ իմաստություն։ Ես իմ արդարացումները քեզ եմ հանձնում։ Դու ես իմ արդարությունը, դու ես իմ պաշտպանը, դու ես իմ վահանը, իմ կյանքը ամբողջությամբ, իմ հոգին, իմ շունչը եւ իմ մարմինը քեզ եմ տալիս։ Դու իմ Աստվածն ես եւ դու իմ հայրն ես, իսկ ես քո զավակն եմ։ Օգնիր ինձ, օրհնիր ինձ եւ օծիր ինձ թարմ յուղով Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Տեր օրհնի քեզ շատ։ Իրականում եթե մենք սովորենք, լռենք եւ մեր լեզուն, որը անիրավության գործիք է, գրված է կրակից բորբոքված գեհենից, դարձնենք արդարության գործիք։ Չես կարա նույն շուրթերով օրհնես եւ նույն շուրթերով անիծես։ Նույն շուրթերով օրհնես եւ հետո հետևից անես կասես, չես կարա։ Նույն ակից գրված է, չի կարա դառը եւ քաղցր ջուր բխի։ Կողնորոշվենք, ասենք, Տեր, սա արդարության գործիք է, սա քո գործիքն է։ Ես չեմ ուզում լինի սա գեհենից բորբոքված, այլ թող որ երկնքից բորբոքված լինի իմ լեզուն։ Փառք Աստծուն, փառք Տիրոջը, որ նա այսօր մեզ հնարավորություն է տալի այստեղ երկրի վրա շտկենք շատ բաներ, որը եթե միգուցե 2 տարի առաջ սրա մասին իմանայինք, շատ բաներ չէր կատարվի մեր կյանքում, կամ 3, հա, բայց այսօրվանից արի որոշում կայացնենք։ Ես գիտեմ, դու սրա մասին գիտեիր, շատ լավ գիտեիր, որ լռությունը դա, բայց ուղղակի սենց պետք է որ մի անգամ լսենք սրա մասին, լավ։ Տերը քեզ շատ օրհնի, պահի քո ձեռքը, ես քեզ օրհնեմ։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ։ Ամեն։ Գնաս Տիրոջ խաղաղությամբ։